Զրուցելու են Գյումրիի լրագրողների ասպարեզ ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանի հետ։ Շնորհակալություն։ Պարոն Բարսեղյան, արդյոք Վարդան Ղուկասյանի ընտրությամբ հանգուցալուծվեց քաղաքական ճգնաժամը, թե ճիշտ հակառակը հիմա էլ մի նոր ճգնաժամ է մեկնարկում, ինչպես այսօր հայտարարությունում գուժել է քաղաքացիական պայմանագիրը։ Շնորհակալություն։ Տեխնիկական իմաստով կարելի է ասել հանգուցալուծվեց։ Գյումրի քաղաքը ունի ավականի, ունի համայնքի ղեկավար, առաջիկա օրերին տեղակալներ, հայեցողական պաշտոնյաներ կնշանակվեն, ենթադրվում է, որ 3 ամսում հնգամյա զարգացման ծրագիր կմշակվի, կբերվի ավականու նիստին հաստատման եւ այլն։ Այս իմաստով, այո, հանգուցալուծվեց։ Քաղաքական իմաստով դեռ ամեն ինչ արժևում է, ինչպես ասում են։ Մի կողմից Վարդան Ղուկասյանն ու իր հետ կոալիցված այս ուժերը սրանով փորձում են զարգացնել իրենց հաջողությունը 26 թվականի ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ, այն ակնկալիքով, ինչը իրենք բազմիցս հայտարարել էին, իշխանազրկել քաղաքացիական պայմանագրին, դրա արմատները շատ խորն են ու ահագին խոսել ենք այդ մասին, կարող ենք էլի խոսել։ Մյուս կողմից էլ իհարկե քաղաքացիական պայմանագիրը ավականու իր խմբակցության կազմում ունենալով Սարիկ Մինասյանին, որը որոշեց չհրաժարվել մանդատից, իր այսօրվա դիրքորոշմամբ չմասնակցել նիստին, նման բան հայտարարել, որ արտահերթ ընտրությունների ուրեմն հեռանկար է երևում, ըստ իս լինելու է հնարավորինս կոշտ ընդդիմություն, թե որակը ինչպիսին է լինելու այդ արդյունավետության, համայնքի զարգացման կամ համայնքի կարիքների տեսանկյունից շատ կասկածամիտ եմ, թե որակյալ է լինելու, բայց կոշտության իմաստով, որով փորձելու է խոչընդոտել Վարդան Ղուկասյանի եւ իր հետ կոալիցված քաղաքական ուժերի կառավարումը զգացվում է։ Իհարկե, բոլոր մնացած հավասար պայմանների դեպքում, ինչպես ասում են, եթե իշխող քաղաքական ուժը երկրում մնում է քաղաքացիական պայմանագիրը, իրավապահ համակարգը շարունակելու է ապօրինի կույքի հետապնդումները, քրեական գործի հետ կապված տարբեր վարույթներ եւ այլն, այս ամբողջը ահագին խոչընդոտելու է Գյումրի քաղաքի կառավարումը։ Դուք նկատի ունեք, որ քննչական կոմիտեն ինչ-որ փուլում կարող է գալ Վարդան Ղուկասյանի հետևից։ Եկել է ոնց որ թե ժամանակին, հիմա բան է, ինչ է անունը, խափանման միջոցների տակ է, գումարած են վարույթը, որը նախաձեռնել են իր հայտարարություններից մեկի հետ կապված հեռախոսային զրույցի ժամանակ հնչած։ Այս իմաստով դա կարող է ահագին լուրջ խնդիրներ հարուցել։ Օրինակի համար որոշ քրեական հոդվածների սանկցիաների մեջ կա պաշտոնավարման իրավունքից զրկումը ինչ-որ ժամանակահատվածով, մի տարի, 2 տարի, 5 տարի եւ այլն։ Հետաքրքիր է, թե օրինակ մեղադրական դատավճիռների դեպքում դատավորները այդ միջոցից կօգտվեն, թե ոչ։ Եվ էլի բազմաթիվ ուրիշ բաներ կամ ենթադրենք ստացվում է այնպես, որ պետությունը ապօրինի համարող գույքը, որը համարում է ինքը ապօրինի եւ վերագրում է Վարդան Ղուկասյանին եւ իր ընտանիքին, կվերցնի դատարանի որոշումներով եւ դրանից հետո Վարդան Ղուկասյանի մոտիվացիան մաղումը լինել քաղաքապետ եւ պայքարել ընդհանուր գործի համար քաղաքացիական պայմանագրին իշխանությունից զրկելու կպահպանվի, թե ոչ, ինքը կշարունակի լինել այդպես մոտիվացված, սա ասում եմ, որովհետև ինքն էր քարոզարշավից առաջ դեռ ասում, թե հասկացվում էր իր խոսքից, ուղղակի չէր ասում, թե հանգիստ նստած էինք, էլի, ինչի փորփրեցիք, բան արեցիք, դա ուղղակի շատերը կապում են ապօրինի կույքի հետապնդման հանգամանքի հետ, եւ ընդհանրապես Հայաստանում այս տարիների նախկին իշխանավորների եւ նրանց մերձավորների քաղաքական շարժումների դրդապատճառների մեջ երևի թե առաջին 1-2-ի առաջին 2 տողերի մեջ պարտադիր կա ապօրինի կույքի փրկության գաղափարը։ Եթե դա չլիներ, ես շատ եմ կասկածում, թե այդ եւ այս քաղաքական ուժերից մի քանիսը ընդհանրապես կխառնվեին քաղաքական աչք կքաշեին, իրենց համար կվայելեին իրենց յետ գծածը։ Պարոն Բարսեղյան, բացի այդ Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման հիմքերը գուցե ամուր չեն նաև այն իմաստով, որ նա չունի կայուն մեծամասնություն եւ ամենևին հստակ չէ, որ օրինակ Մարտուն Գրիգորյանի խմբակցությունը միշտ է գալու այսպես կողմ քվեարկել նրա բոլոր նախաձեռնություններին, օրինակ բյուջեի հաստատում եւ այլն։ Այո, այդ մասին նույնպես խոսվել է, ես էլ եմ ասել այդ մասին, որ սա կայուն կառավարում չի հուշում, առայժմ սա համախմբում է ընդդեմ քաղաքացիական պայմանագրի։
ցավոք չունեցանք մենք համախմբում հանուն քաղաքի զարգացման։ Գլխավոր թիրախ իրենք հայտարարել էին ՔՊ-ի իշխանազրկումը, ինչպիսին որ ուներ ինքը քաղաքում։ Այս իմաստով Մարտուն Գրիգորյանի հետ ունեցած իր տարաձայնությունները, որոնց հարթման մասին առայժմ մենք հրապարակային տեղեկություններ չունենք եւ ունենք այս մի ապացույցը, որ 5 հոգի իր խմբակցությունից, ովքեր ներկա էին այսօրվա հավաքանունի նիստում, քվե են տվել եւ Վարդան Ղուկասյանին դարձրել են Գյումրու քաղաքապետ։ Մենակ այդ մի ապացույցն ունենք, թե իրենց հարաբերությունները ինչ որ մի տրվագում կամ ջրերը ինչ որ մի տրվագում մի առվով է հոսել այսօր, չգիտեմ տագը ինչ կա խորությամբ, դժվարանում եմ պատկերացում ունենալ, խոշոր համաձայնություն, Երևաններում համաձայնություն, մխիթարական ինչ որ մի մրցանակ Մարտուն Գրիգորյանին կամ իր թիմին տարբեր կերպարանքներ դա կարող է ունենալ, չեմ ուզում երևակայությանը զոր տալ, հա, կարող էր 2 քվե տալ ընդհանուր, կարող էր քվե չտալ նույնիսկ տեխնիկական իմաստով տեսնելով, որ ուրիշ տեխնացու չկա եւ հարաբերական մեծամասնությամբ 13 քվեով նույնիսկ կարող էր Վարդան Ղուկասյանը ընտրվել Գյումրու քաղաքապետ, այսօր Մարտուն Գրիգորյանի թիմը որոշեց ամբողջությամբ նվիրվել այդ գործին եւ ըստ էության անհամեմատ մեծ աջակցություն ցուցաբերեց Վարդան Ղուկասյանին, քան այն երկու քաղաքական ուժեր, այսինքն եթե 6 հոգի լինեին Մարտուն Գրիգորյանից այնտեղ 6-ն էլ քվե էին տալու Վարդան Ղուկասյանին, իսկ այն երկու արբանյակ քաղաքական ուժերը մեկտեղ վերցրած 5 քվեով պիտի օգնեին նրան։ Մի խոսքով, այսինքն սա կայուն դրություն չէ, առայժմ այդ մինիմումը արել են Եվ եկուց մյուս օր 1000 ու մի հարց կարող է լինել, ես չեմ հավատում իհարկե խոր հակամարտությանը Քոչարյանի, Թևի եւ Սերժ Սարգսյանի, թևերի միջև, չեմ հավատում ես դրան, էլի, հա, բայց այս դրություններում հանուն ապօրինի գույքի փրկության, ընդդեմ քաղաքացիական պայմանագրի նույնիսկ այս խայտառակ կառավարման իրենք պատրաստ են միավորվել, այսօր դա ցույց տվեցին Բայց րոպե բաներ կարող են փոխվել եւ ամեն անգամ որոշումներ ծանր որոշումների մասին է խոսքը, հատկապես նորմատիվային որոշումներ ընդունելու դեպքում կարիք է ունենալու համախմբած պահել իր շուրջը գոնե 17 հոգու, ովքեր քվեարկեն իր բերած նախագծերին։ Դրանք են ամենածանր կարևոր որոշումներն են, ինչպես օրինակ հնգամյա զարգացման ծրագիրը, տարեկան աշխատանքային պլանը, տարեկան բյուջեն, հաստիկացուցակներ, դրույքաչափեր, աշխատավարձեր բարձրացնել, ասելը հեշտ է, էլի, հա, բայց միջոցներ են պետք է դա ամբողջը ապահովելու համար։ Հերուտանիստեղից կարող է ստիպված լինեն իրենց գույքերից ինչ-որ բան ծախել, որպեսզի բերեն քաղաքում ինչ-որ մի գործ անեն, այն բյուջեի փողը հաստատ քիչ է, էլի, հա, եւ պետք է ասեն այ մարդ, ինչ կրակներ ընկանք, հա, Ղուկասյանը այսօր մի երկու տեղ ակնարկեց իր խոսքի մեջ, եթե ուշադիր եղել եք, թե խելքս ասում է, թե մի արա, տնեց ոնց հետ ես խռովել եմ, մոտավորապես այս մտքերն ասած, արդեն կռահել էր, որ 8 մանդատով 33-ից մեծ, ուրեմն հաղթարշավ, կառավարման հաղթարշավ ակնկալել ինքը չի կարող, եթե սրան էլ գումարեն քաղաքացիական պայմանագրի հնարավոր ակտիվ դերակատարությունը հավաքանու կազմում 14 հոգով միշտ գնալ նիստերին ներկա լինել բավականին բարդացնելու է կառավարման արդյունավետ կառավարման հնարավոր արդյունավետ որն է իր ընկալումներով, հա, իր խելքով արդյունավետ կառավարման հեռանկարները կարող է 14 հոգին ընդեր եղանակ ստեղծել, իհարկե կարող է, ես իմ տաժան փորձից կարող եմ ասել, որ շատ հաճախ միայնակ լինելով հավաքանու եղած կազմի հետ ինչ որ բաներ կարողացել են փոխել, էլի այսօրվա նիստերի ուղիղ հեռարձակումը Եթե կուզեք իմանալ, Գյումրիի ժուրնալիստների ասպարեզ ակումբի շնորհքն էր, որը մենք սկսեցինք անել 12 թվականին եւ հիմա օրենքի մեջ գրված է, որ բոլոր համայնքներում պիտի ուղիղ հեռարձակվեն ավականու նիստերը 14 հոգով ինչեր կարելի է անել այնտեղ, եթե կամենան, գիտելիքների պակաս ունեն, կարող են սովորել, վերջը քաղաքացիական պայմանագրի ծեռը քարի տակ չէ, որպեսզի լինեն արդյունավետ ընդդիմություն այս ավականու կազմում։ Այն կոդկատեղի ցած հարվածների մասին չեմ ուզում մանրամասն խոսել, 3 հոգի ճարեն միացնեն քաղաքացիական պայմանագրին, 17 հոգի դառնան, փոխեն խաղը եւ այլն, հա։ Կրկին շնորհակալ եմ, որ համաձայնեցիք։ Ես էլ եմ շնորհակալ։